Երեք կեսօրից հետո եւ լույս 26-ի գիշերը Ղարաբաղի ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային եւ դիպուկահար զինատեսակներից ու հան 17 տիպի նռնականներից վերսկսել է խախտել նախորդ գիշեր եւ մինչեւ կեսօր պահպանված կրակի դադարեցման պայմանավորվածությունը։ Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից եւ շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն։ Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում այս գիշեր օպերատիվ իրավիճակը հանգիստ է եղել։ Հյուսիս-արևելյան հատվածում արձանագրվել են ադրբեջանական կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից արձակված հատուկեն կրակոցներ։ Այս մասին հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը։ Հայաստանի զինված ուժերը վերահսկում են սահմանային իրավիճակը եւ վստահորեն իրականացնում են առաջադրված խնդիրները, ասված է հաղորդագրությունում։ Արդեն ավելի քան 2 շաբաթ է 2015 թվականի պետական բյուջեի կատարողականը խորհրդարանում է գլխադասային ֆինանսա-բյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը անցած օրերի ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքներն է իմի բերում։ Բոլոր մշտական հանձնաժողովների հետ անցկացել համատեղումներ բոլոր խմբակցությունների հետ քննարկվել է բյուջեի կատարման 15 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը։ Քննարկումներին նաև գործադիրի համապատասխան ոլորտների ներկայացուցիչներն են մասնակցել, պարզաբանել այն, ինչը խորհրդարանին ներկայացված փաստաթղթում պարզապես թվերով եւ տոկոսներով է նշված։ Խորհրդարանականների առաջարկը կատարողականը առավել բացված ներկայացնել ըստ ծրագրերի ուժի մեջ է մնում։ Ֆինանսների նախարարը տեղեկացնում է այդ ուղղությամբ աշխատանքները սկսել են, սակայն գործընթացը ժամանակ է պահանջելու եւ միայն մի քանի տարի հետո հնարավոր կլինի ավարտին հասցնել։ Գլխադասային հանձնաժողովի նախագահը անգամ այս վիճակով նախորդ տարիներից անհամեմատ ակտիվ է գնահատում բյուջեի կատարողականի շուրջ քննարկումները։ Ես համարում եմ, որ այս տարի 2015 թվականի բյուջեի կատարման հաշվետվության քննարկումը անցել է ավելի բուրըն քննարկումների տեսքով, ավելի պրոֆեսիոնալ մոտեցմամբ, քան նախորդ տարիներ եւ հույսն է, որ առաջիկայում էլ ավելի լուրջ կմոտենանք այդ ամեն ինչին եւ կստանանք լուրջ արդյունք։ Արդյունքը քվեարկությունն է ամբողջացնում։ Դեմ ձեռնպահ 3 կողմ մեկ ձեռնպահ ձայների այս հարաբերակցությամբ ասել է, թե գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությամբ բյուջե 2015-ի կատարողականը կներկայացվի խորհրդարանի առաջիկա լիագումար նիստին։ Նորեր Հովսեփյան, Մերուժան Մարտիրոսյան, օր։ Ֆրեդերիկ Արեգին Տոնոլին ազատ լրագրող է, 32 տարվա լրագրողական փորձ ունի, եղել է աշխարհի թեժ կետերում։ Նրա պատրաստած վավերագրական ֆիլմերը ցուցադրվում են ֆրանս-գերմանական ARTI հեռուստաալիքով։ Առաջին անգամ Արցախ է եկել պատերազմի թեժ օրերին եւ բախտ է ունեցել ծանոթանալ Լեոնիդ Ազգալդյանի, Վլադիմիր Բալայանի հետ։ Երևան էի եւ սկսավ գրիվ այստեղ ես էի գուզե մրտալ Արցախ, բայց դժվար էր։ Ընկերն ունեի, անունը չբիդեսեմ հիմա, հեսավ մենք վերտալուտով գրտանք վաղը։ Քեզի կպերենք Արցախ։ Արցախ չեմ գիտեր ուր էին, բայց վերտալուտ իջնեց, բայսակները դուրս տվենք, ապրանքները։ Ինձ եսավ ապրանքները գնայես մի քիչ, մենք վարտենից գվարտառնանք, բենզին պետք ունենք եւ ետ գուկանք քեզի համար։ 3 շաբաթ սպասեցի։ Այս 3 շաբաթ Ջոգատ մգար Վլադիմիր Բալայան եւ Լեոնիդ Ազգալյան ջոգադին մեջ ապրեցա 3 շաբաթ։ Այսպես է սկսավ ամեն ինչ։ Եվ հետո միշտ եկա մինչև վերջ։ Դեսա երբ Վլադիմիր մահացավ, դեսա երբ Լեոնիդ մահացավ, այս դրակները զինվոր էին եւ եղբոր ինձ համար։ Եվ կինո էի անոնց պատմությունի վրա մինչև 94-ի։ 52 րոպեանոց ֆիլմը վերնագրվեց Սարերի արյունը։ Արցախի գոյամարտի մասին էր։ Ֆիլմում արտահայտվել են երկու կողմերի տեսակետները։ Ասում է հայ լինելով երբեք չի փորձել հաճոյանալ ազգակիցներին, ավելին որպես անաչառ մարդ միշտ ցկտել է իր ֆիլմերում ներկայացնել իրականությունը, այնպես որ այն օտարի համար լինի հետաքրքիր եւ ճշմարիտ։ Լրագրողն ասում է, որ իրեն հաջողել է վերհանել ֆիլմի գաղափարը եւ այն ամփոփված է ֆիլմի հերոսներից մեկի Տիկին Զոյայի խոսքում։ Կնոջ խնդրանքով Գարեգինը օգնում է նրան գալ եւ տեսնել ադրբեջանցիների ձեռքում հայտնված Մատաղիսի իր տունը։ Եկանք, այդուն կանվազ էր։ Թուրքիա անունը կրված էր վրան եւ բան չի գա։
Եվ այսպես ուրախություն նա եսավ դու ին դուն ես։ Բայց բան չի գա։ Զարմացա։ Էդո բայդով այսպես արավ հորի մեջ։ Եվ զինվոր գար ինձ եւ զինվոր էսին ոսկի գա։ Նորեն փորեց։ Գարակ, յուղ եւ մարեգասավ քիդեի որ պիտի վրա տանային։ Այս բացմությունը երբ ֆրանսիացիները դեսան, ասկազան որ մենք միշտ պիտի վրա տանենք։ 22 տարի անց ֆրանսիացի լրագրողը կրկին Արցախում է։ Այս անգամ ապրիլյան պատերազմն է նրա նոր ֆիլմի թեման։ Ցավոք պատմությունը կրկնվում է։ Պատերազմը դաժանորեն չի ավարտվում։ Այժմ գգրվիր երեխային համար, հիմա նորեն երեխաները գգրվին երեխային համար։ Դա ճուրիբես գերտա։ Երկու դեպքում էլ պայքարը նույնն է։ Հանուն հող հայրենիի, սակայն պատերազմական գործողությունների ձևերն ու մասշտաբներն են տարբեր։ Առաջ ջոգատ գար, առաջ մարդ իմպրովիզացիա արավ։ Պետք է որ բայկարենք, որ մեր հորը բայեն։ Հիմա բանակ կա։ Ճիշտ այս դարբերությունը գտեսնեմ, բայց դրա դեմքը նույնն է։ Ֆրանսուհի տիկնոջետ ամուսնացել է 1998 թվականին, մի պայմանով, որ սակադրությունը լինի Հայաստանում, այցելեն նաև Արցախ։ Այդպես էլ եղավ։ Ընկերս շատ ուրախ էին, որտեվ ինչպես ասեմ, առաջին այսպես սիրուն երգիր ով չի գնա սիրել, հետո ամեն մարդ յուրասիրես մեզի ինչ գնաս ասել։ Առաջին բան, որ գա այստեղ ջերմություն է։ Հայրենիքում մշտական բնակություն հաստատելու մասին ինչ խոսք մտածել է, սակայն ինքն իր հետ անկեղծ լինելով խոստովանում է, դժվար կլինի։ Դժվար է, որովհետև միտքս դարբեր է։ Ես գնամ գես ապրիլ այստեղ, գես այնտեղ, որովհետև ֆրանսիացի եմ։ Հայ եմ, բայց ֆրանսիացի եմ։ Անդրադառնալով իր հայկական արմատներին, խոսում է 3 զավակների մասին։ Երեխաների համար հոր հայի տեսակը եղել է ընդօրինակելի։ Անահիտ, Արմինե եւ Տիգրան հայերեն անուն եւ ֆրանսական անուն ինձի պես Ֆրեդերիկ եւ Դարեկ բայց ինչը դա կրկիր է մելոդին Անահիտ առաջին աղջիկս 31 տարի ունի երկու դղա ունի Վայե եւ Լևոն բայց միան անուն մեկ հատանուն ուրիշ անուն չուզեր Հպարտ է, որ իր երակներով հայի այրուն է հոսում։ Բայց եթե նորեն յանքի մեջ գուկամ, ես հայ գուկա։ Առաջ գսեի հայ եմ, հետո էսի Ղարաբաղցի եմ։ Դարբերություն մը գա, բայց ավելի ճիշտ ավելի լավ գսկամ Ղարաբաղ, թե մյուս գոմից։ Բայց մյուս գոմն ալ շատ գսին եմ։ Ղարաբաղցի շիփշի դալբեր։ Գոհար Ռուստամյան, Մերուժան Մարտիրոսյան, օր